Կասկածել ում արդեն մի քանի օր պահում են այստեղ չի ընդունել իր մեղքը։ Նրան փորձել են վախեցնել, ամբողջ մարմնի վրա կապտուկներ կան, կարող եք տեսնել ու ինքներդ համոզվել։ Նրան բռնելու միակ հիմքը եղել է նա, որ դեպքից մոտ 20 րոպե առաջ անցել է դեպքի վայրով։ Այստեղ կարող եք նայել։ Ինքներդ համոզվել։ Որտեղ է եղել այս մարդը։ Մարգարյանը չի ստուգել կասկածյալի ալիբին, իսկ նա ունի ալիբի։ Ոնց թե չի ստուգել։ Կասկածյալը գտնվել է ոչ ստապ վիճակում, կարգին չի կարողացել խոսել, իսկ երբ ուշքի եկել նրան հրաժարվել են լսել։ Բայց ապացույցներ կան, որ նա հենց դեպքի կատարման պահին եղել է լրիվ ուրիշ տեղ ու ուրիշ մարդու հետ։ Իսկ այդ մարդը կարող է դա հաստատել։ Ճիշտ այդպես։ Նստի։ Դու լիքը փաստեր ես հավաքում, որ ապացուցես Մարգարյանը չարաշահում է իր պաշտոնական դիրքը։ Ոչ մի կերպ։ Որն է քո հետաքրքրությունը։ Դու ինչ ունես կիսելու Մարգարյանի հետ, որ չես կարողանում կիսել։ Իրականում Մարգարյանը ոչ մի կապ չունի, պարոն գնդապետ։ Ես այդ տղային ճանաչում եմ ու հենց իմացա, որ բռնվել է, ուզեցի հասկանամ, թե ինչի համար։ Մարգարյանը նույնիսկ տեսակցություններ էր արգելել։ Բայց հետաքրքրվելու արդյունքում ես հասկացա, որ այդ գործի հետ կապված բավարար ապացույցներ չկան։ Դե հետո շփվեցի Մարգարյանի հետ, հետո ձեր հետ խոսեցի ու պարզ դարձավ, որ պիտի ապացույցներ ունենամ, որ ինձ հավատաք։ Լավ, սրանք թող մնա մոտս, դու կարող ես գնալ։ Վերջ, հա։ Բա ինչ։ Ինչա կարող է ճակատդ պաչեմ մի հատ էլ ասեմ ապրես, հա։ Ճիշտ այդպես, ոչ մի կներեք։ Մարգարյանին ասեք թող գա մոտս։ Կար, ինչ կա, ինչ ես այստեղ։ Եկել էի քո հետ խոսելու, բայց ոնց տեսնում եմ զբաղված ես։ Չէ, իհարկե, ասա, ինչ կար խոսելու։ Արդեն իմաստ չկա ինչ-որ բան ասելու։ Մարթա ջան, հիշում ես քեզ ինչ էի ասում։ Եթե ինչ-որ մեկը քեզ նեղացնի, միանգամից ինձ տեղյակ ես բաղում։ Ամեն ինչ լավ անարեք, ինձ ոչ ոք չի նեղացնում։ Ամեն դեպքում հիշացնում էի, համարսում ես։ Ինչ ես քեզ սենց պահում։ Սենց ոնց։ Ես եկել էի քո հետ խոսելու, բայց դու… Ես մեղավոր չեմ ոչ մի բանում։ Ես եմ մեղավոր, որ դուրս եկա ու քեզ իր հետ տեսա։ Կար, ես գնացել էի Մեգենց խանութ։ Հետո ինքն էլ իր պապային էր բերել, մի խոսքով հետո ինձ տեսավ, խնդրեց, որ տանի տուն։ Փաստորեն ինքը այնքան բարեգութ մարդ է, որ բոլորին տուն է տանում։ Բարեգործական տաքսի է։ Կանոն, ես ոչ մի վատ բան չեմ արել, ուղղակի շատ խնդրեց։ Շատ բան կարող խնդրի։ Ինչա իր բոլոր խնդրանքները պետք է կատարես։ Նեղացնում ես։ Ես եմ նեղացնում։ Դե համարը գիտես։ Զանգիրյան ասա, որ նեղացնում եմ։ Մարթա։ Չգաս հետևիցս։ Ես գիտեմ, Համլետը հիմա ավելի է կատաղելու։ Հրաչ, հետո խոսենք, լավ։ Ու գիտես ինչի է կատաղելու, որովհետև ինձ սպաները չստացվեց, ուզում էր գլխիս սարքել, հետ էլ չստացվեց։ Խաչատուրի սպանության հարցն էլ ուզում էր կարկատեր ու ինձ տանեին նստացնեին, հետ էլ չստացվեց։ Դավ։ Չասում ես դուրս։ Մեգի ջան, բերեցի սուշի։ Շիներ, ողներ ու նվեր գինի ունեմ։ Շատ լավ է։ Դավիթ ջան, դու նստի։ Մեգի ջան, արի օգնի ինձ։
Դավիթ ջան։ Հրաչ եկա։ Զիտ։ Վաղուց է ցավեցով հաշ չէի կերել։ Միշտ համեցի հրաչ ջան։ Գիտես չէ հրաչ, երեխեքի ամենասիրած կերակուրն է։ Չէ Դավիթ ջան։ Դու էլ ես մեկի իսպես սիրում սուշի։ Դավիթ։ Գնանք, չլսեցի։ Տղա ջան։ Մի բան կեր։ Դու որտեղ ես սովորում։ Ակադեմիայում։ Դե լավ համեստություն մի արա։ Բացի դրանից նաև ծրագրավորող է դավանում։ Կիպեր հանձնագործությունների բաժում քեզ ուրախ կլինեն։ Գնանք նամից ստացած։ Այ տղա ջան, դե ձեռքով վերցրա ու այ այսպես կեր, հանգիստ։ Ձոմ։ Արի ապեր, իսկական պահին էլ եկար, կարր լիքը գործ կանելու։ Ձոմ ես գնացել էի Մարթայի հետ խոսալու, տեսնեմ Նարեկը Մարթային ճանապարհում է տուն։ Ոնց թե։ Տենց։ Չհասկացա, ձերբակալ էիր։ Խնդալու բան եմ ասում Ձոմ։ Ապեր դե տես կատաղելու բան էլ չես ասում էլի ամեն դեպքում։ Բաները, հանգստացնողներ խմի հանգիստ որենգի։ Լավ լուրջ, հիմա ես ինչ անեմ։ Քեզ ասել է ինչ անես։ Մարթայի հետ խոսա, տես ինչ է կատարվում էլա։ Պարշի ինչ է կատարվում։ Նարեկը սիրահարվել է Մարթային, այդքան բան։ Ով ուզի կարա սիրահարվի։ Ապեր, սիրելը, սերը, դա անականջ մի լակոտ է։ Այն որ անդաստիրակ լինում են, փուֆ։ Այն որ ինչքան անկյուն ես կանոնացնում, ինքը մեկ է իրանը անում է։ Ձոմ ինչ ես խոսում։ Նույն ձև էլ սիրելն է։ Հասկանում ես, ապեր, մարդը իրան չի կարա կառավարի, մարդ չի կարա որոշի, թե ում սիրի, կամ ում չսիրի, կամ ով իրան սիրի, կամ ով իրան մի խոսքով հասկացար։ Ու մնաց դու կարողանաս արա նենց անես, որ մարդային ոչ մեկ չսիրահարվի։ Հիմա Նարեկը սիրահարվել է։ Ոչ մի բան չես կարանես, չես կարա նենց անես, որ չսիրահարվի։ Հասկացար։ Ապեր, բայց քեզ ընկերական մի հատ խորհուրդ տամ էլի։ Դուր։ Ապեր, հիմա ինչքան քեզ գժի պես, հիստերիկան ասկրվես Մարթայի հետ։ Մարդան այդքան քեզանից հեռվանալու է ու մոտիկանալու է Նարեկի հետ։ Լավ, ես հիմա ինչ անեմ։ Հետարի ակադեմիա։ Դու քեզ լսում ես։ Դա անհնար է։ Դու գիտես։ Ես քեզ չեմ համոզում։ Բայց եթե գայր Մարթայի հետ կլինեիր անընդհատ ու այդ ժամանակ Նարեկը չէր կարողանա մոտիկանալ։ Արա։ Իսկ դու ֆիքսել ես որ քո անունի առաջին ու վերջին տառերը տեղերով փոխում ես ինչ ա լինում։ Չփորձվես։ Նարեկ։ Նարեկ բարեկ։ Ոլով ես սարքի։ Օй դե լավ չած։ Լավ լավ պայի։ Ասա պայի։ Դավիթ ջան, դու իմ աղբոր տղեն ես։ Դու իմ տղեն ես ու ես քեզ շատ եմ սիրում։ Բայց ես չեմ կարա քեզ ասեմ ամեն պահի ինչի չենք կարա մենք հանդիպենք։ Գիտեմ։ Հա ու այն համար որ քեզ տվել են, ամեն հային ու չէին մի զանգի։ Կարևոր բան լինի, այդ ժամանակ կզանգես։ Գիտեմ, հապար, ուղղակի մի քիչ առաջ ես հրաչին հանդիպեցի։ Դեմս դուրս եկա։ Որտեղ։ Դու ասացիր, որ աղասն է կապում պապայի դեպքի հետ։ Դե ես էլ ասացի գնամ իրանց տուն, տեսնեմ իրան, նայեմ իր աչքերի մեջ, տեսնեմ ով է ինքը։ Բայց ես չէի մտածում, որ հրաչն էլ է այնտեղ լինել։ Հրաչի իրանը կստանա դու հանգիստ է։ Լսում ես։ Այս կյանքում ամեն մեկը կստանա իր պատիժը։ Իրանք քեզնից են խոսում։ Ու ինչ էին խոսում։ Այդ հրաչը մի տեսակ քմծի ծաղով իրանից շատ գոհ ասում էր, որ
երևի թե դու հիմա պետքա որ կատաղած լինես շատ, որտեվ չկարողացար իր գլխին սարքես ու արանքից հանես։ Հա, ճիշտ ես ասում։ Ես ահավոր կատաղած եմ։ Ու երբ որ կատաղած եմ լինում, իմ ձեռքից ոչ մեկ չի պրծնի։ Իսկ հիմա լսի, ինչ եմ ասում։ Ինչքան կարած դրանցից հեռու ես մնում։ Աշխատի դրանց աչքին չերևաս։ Բայց ես հոպար վախր իրանք չգիտեն դու ով ես։ Դեռ չգիտեն։ Ու աշխատի, որ դրանցից հեռու լինես։ Ինչքան հեռու լինես, այդքան քո համար լավ։ Այդքան իմ համար լավ, Դավիթ, հասկանում ես։ Լավ։ Մենք ես կճանապարհենք։ Գնացինք։ Տաճան, այդ տղային կարող է հենց վաղնել ազատ թողնել, նենց որ կարաս զանգես, ասես հանգիստ լինել։ Վայ Արսեն ջան, ցավը տանեմ, ես ինչ ուրախալի լուր ասեցիր։ Ապրես դու ցավը տանեմ, ապրես Արսեն ջան, ապրես։ Լավ, Տաճան, դե ես ու Նարեկը մի քիչ խոսելու բան ունենք։ Հա, հեսա կգնամ։ Նարեկ ջան, դու էլ ապրես, դու որ չլիներ, չէ, Արսենս մատը մատին խփողը չէր։ Նարեկը ինչ կապ ունի, տատի։ Դե լավ, լավ, դուք հանգիստ նստեք, ես գնամ զանգեմ հերիքն ազի։ Լավ, Տաճան, լավ։ Գիտես, Տաճան։ Տենում ես, չէ։ Կարող է գարեջուր խմես։ Ո, կխմեի, բայց մեքսիկական ձևով։ Մեքսիկականը ո՞րն է։ Ուրեմն մեքսիկացիները գարեջուրը խմում են լայմով ու աղով։ Աղ կունենաս տանը, իսկ լայմ ունես։ Չէ, լայմ չունեմ, բայց լայմի ու չիլի համով չիպս ունեմ, մի րոպե։ Բեր։ Այդտեղ ինչ կա բեր։ Լավն է։ Բայց դու լավ գործ արեցիր, այդ Մարգարյանին տեղն է։ Շատ թարախ դեմք է։ Նարեկ, ես ընդհանրապես զարմանում եմ, ոնց մինչև հիմա համակարգում ոչ մեկ չի նկատել ինքը ինչ անում։ Արսեն ջան, որովհետև բոլորը իրենց գործերով են զբաղված։ Ընդհանրապես հետաքրքիր չի, թե ուրիշի ինչ կան։ Գարեջուրը բերեմ։ Ներես։ Առաջ։ Որտեղ։ Լավ հեսա գալիս է։ Դեպք է եղել պետք է գնամ։ Կամ։ Չէ դու մնա տանը տատին հազիվ լավ տրամադրություն ունի։ Հա։ Բայց ես հետը ստանում եմ։ Հա։ Գարեջուրներ հնարավոր չխմեցի։ Չգիտեմ Սիմա, որ ես կոֆեն էլ խմեցի, հաստատ այսօր չեմ քնելու։ Էնի խմի, աղաս։ Տեղից այդքան հյուրերի հետ խմեցիր, հերիքա։ Ում հետ խմեցի հյուրերի։ Մերեք հրաչի հետ եմ էլի խմել։ Այն տղեն ընդհանրապես ոչ մի բանի ձեռք չտվեց։ Այն տղեն։ Այն տղեն Մեգին է հավանում։ Ոնց։ Լուրջ ես ասում։ Հա, բա քեզ թվում է ինչ եկել մեր տուն։ Բա ինձ ասեց եկելա մասնակցության հետ կապված խոսի։ Այ աղաս։ Հողիղ չեր ասելու ինչի համար է եկել։ Բայց երախուն բան չասես։ Կնեղվի մեկիս։ Լավ։ Մեգի ջան։ Ես քրագիտություն ես կարդում։ Ապրես։ Ճիշտ ես անում։ Շաքեն շատ խիստ դասախոս է։ Այնպես որ լավ պատրաստվի։ Խիստ։ Չէ ասի, իմ հանդեպ խիստ չի եղել։ Դե որովհետև իր դասերին միշտ պատրաստված ես գնում։
Մեգի ջան, մի բան հարցնեմ էլի։ Այդ տղենով էր, ինչացու էր։ Շատ կասկածելի ու տարօրինակ էր իրեն։ Կասկածելի։ Պապ ինքը ունի տարօրինակ բաներ, բայց շատ լավ տղա է, շնորհքով է։ Դե չգիտեմ։ Շատ կասկածելի ու տարօրինակ էր իրեն բաղում։ Հրաչին այնպես էր նայում, ոնց որ մանկության ընկերն էր։ Հա, այդ գիտեմ։ Ինքը ուղղակի ձյաց հրաչի գործը շատ երկար է ուսումնասիրել։ Չնայած ինքը բոլոր գործերն է տենց լավ ուսումնասիրում, ինձ թվում է շփոթվեց, որ ձյաց հրաչը տենց դիմաց դուրս եկավ։ Բայց այդ ինչ կապ ունի Մեգի ջան։ Դե պապ, պատկերացրու մի մարդու մասին այդքան կարդաս, ռեպորտաժներ նայես ու տենց հանկարծ դիմացը դուրս գա։ Մի խոսքով Մեգի ջան, կասկածելի ու տարօրինակ մարդկանցից հեռու։ Բայց ինքը վատը չի։ Բայց տարօրինակ է։ Իսկ այդպիսի մարդկանցից չգիտես ինչ կարելի է սպասել։ Ավելի հանգիստ թաղամաս է, ուստեղ սպանություն։ Հրազենի գործադրմամբ 9 մմ։ Մակար։ Երևի։ Դուք ստեղ ուրիշ փամփուշտ գտել եք, կրակած կամ չկրակած։ Չէ, ես մեկն էր։ Ես դրալի լավ մանկանք։ Հա, մանեք եք։ Չնայած նախնական զննմամբ զոհի վրա մի վերք էր հրազենից։ Պարզա։ Աշխատեք։ Ասում ես հանգիստ թաղամաս։ Բա որտեղ պիտի լիներ սպանությունը, քաղաքի կենտրոնում, մարդաշատ վայրում, որտեղ լիքը ականատես կա, ամեն անկյունում կամերաներ կան շարած։ Մտածում ես կանխամտածված սպանություն, հա? Ես չգիտեմ, ես ոչինչ բան չեմ ասում։ Դին տեսել ես։ Օրեկա արդեն տանում էին, բայց ես տեսել եմ զոհի մեքենան ու բարեկամին։ Բարեկամին։ Միակ ականատեսի։ Հետաքրքիր է, ինչ ա եղել։ Ինքը ամեն ինչ տեսել է, մնում է հարցաքննես։ Այսօր ես կգնամ։ Հա, գնում ես հիվանդանոց։ Անունը Սեթրակ է։ Հարցաքննում ես։ Իմանում ես ինչ գիտի ու գալիս ես միանգամից բաժին։ Շարժվի։ Ես կապի եմ։ Սեթրակ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կապիտան Բադել է։ Ես հասկանում եմ, որ ճիշտ ժամանակը չի հարցեր տալու, հարազատ եք կորցրել, բայց մենք ստիպված ենք հենց այս տաք հետքերի վրա ձեզ հարցեր տանք ու դուք ճիշտ ու ադեկվատ պատասխանեք։ Ինչի համար։ Ում էր վատություն արել։ Ես տեղյակ եմ, դուք իմ գործընկերոջ հետ դեպքի վայրում զրուցել եք հրաչի հետ։ Ասեց, որ ամեն ինչ ձեր աչքի առաջ է տեղի ունեցել։ 3 երեխու հերեր։ Անտեր մնացին։ Ոնց եմ նայելու իրանց աչքերի մեջ։ Ինչ եմ ասելու իրա կնոջը։ Սեթրակ ջան, ես հասկանում եմ։ Կնոջը չգիտեմ ինչ եք ասել, բայց իմ հարցերին պետք է շատ հստակ պատասխաններ տաք։ Դասարանցիներ էին, մանկության ընկերներ, միասին էին մեծացել։ Ես ճիշտ հասկացամ, մանկության ընկերներ են։ Հալալ ընկերներ, հարազատ ընկերներ էին, ոնց ձեռքը գնաց խփեց։ Ու ոնց է դրանից հետո ապրելու։ Իրա պատիժը կրելով։ Իսկ հիմա ինձ ասա անուն, ազգանուն ու մեկ է հասցե։ Սաշ,
Այսինքն Ալեքսանդր Հայկազյանը։ Իսկ պատճառը ո՞րն է եղել, գիտես։ Պատճառ։ Փողի համար բա մարդ կսպանեն։ Պատճառը փողն է եղել։ Ինչ փող։ Ռոբին գործի մեջ էր վերցրել։ Ռոբն էլ պակասորդ էր տվել։ Գործը տակ էր տվել։ Մի խոսքով խռովեցին, էլ չէին խոսում իրար հետ։ Բայց դա մարդ սպանելու պատճառ չի։ Ոչ մի բան մարդ սպանելու պատճառ չի կարող լինել։ Արսեն ջան, իմ ամբողջ դժգոհությունը նրա մասին է, որ դու ինձ տեղյակ չես պահել։ Ինչ-որ խոսակցություն ա եկել պետի կողմից։ Ես այստեղ եմ, ու դու իմ քթի տակ ինչ-որ գործ ես անում, ու ինձ կես բերան չես ասում։ Պետը ինչ կապ ունի։ Կներես Սաղաս, իրականում այդ պայն խնդիրները մի քիչ շատ էին, դու էլ ահավոր զբաղված էիր, չուզեցա ավելորդ քեզ ծանրաբեռնեմ։ Համել մինչև վերջ վստահ չէ ես ճիշտ եմ թե սխալ։ Բայց ճիշտն ասած այդ Մարգարյանը ինձ էլ էին գլխից դուրս չէր գալիս։ Արսեն ջան, դու էլ ես եկել։ Հա, իրականում ուզում էի քնեին էլ աղասը զանգեց կանչեց։ Ես քեզ ինչ ա թվում։ Ես էլ պետքա պարկեի ու աստղերը հաշվեի, հա։ 36 տարեկան տղամարդ են սպանել։ Դրա համար ենք ստեղ։ Նա արդեն բոլոր մանրամասներից տեղյակ եմ, ինչ ինֆո կա գիտեմ։ Հա, ու ականատես էլ կա։ Նա, այդ չգիտեի։ Էս ինչ լավ սաստավը հավաքվի։ Նարեկն էլ ականատեսի հետ էր։ Հա, բայց իզուր էլ հավաքվել եք։ Բարդ գործ չի։ Ինչ գիտես Նարեկ։ Ականատեսը ունենք, մարդասպանին գիտենք, մոտիվը պարզ է։ Փող։ Փողի համար է ամեն ինչ։ Բա կասկածյալն ուր է։ Կասկածյալը։ Մտերում են, միջով առավոտ կգտնեն։ Դուք չգիտեմ ոնց ես գնամ քնեմ։ Չհասկացա։ Ինձ վերել հասցրել եք ստեղ, որ դուք գնաք քնեք, հա։ Ես էլ եմ այդ ասում իրականում։ Տղեկ։ Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ։ Ուրախ եմ, որ միասին ենք աշխատելու։ Արի, գրաշ չի։ Երեխեք ինձ ինչ-որ նվեր են ուղարկել Ֆորիոյեմից, բայց չգիտեմ ում կողմից է։ Իսկ ինչ նվեր է, թե շատ անձնական է չես կարող ասես։ Չէ, անձնական չի, ավտովարման դասընթացներ է։ Բայց չեմ հասկանում։ Էդ ով է ուղարկել, որ գիտի, որ ես շատ եմ ուզում մեքենա վարել սովորել։ Ավտովարման դասեր։ Իրոք շատ հաճելի անակնկալ է։ Դուրս չգիտես ով է ուղարկել։ Ինձ էլ էս վերջերս անսպասելի նվերներ են ուղարկել ու ասեմ շատ գեղեցիկ մատուցմամբ էլի Ֆորիոյեմից։ Լիքը նվերների կայք է։ Մտել նայել եմ, այնտեղ ամեն ինչ կա։ Էլ տորթեր, էլ ծաղիկներ, էլ տարբեր նվեր քարտեր։ Ինչ ուզես, կարաս ընտրես ում համար ուզես։ Ու ամենակարևորն է, որ շատ արագ է։ Մտնում կայքից պատվիրում ես ու արագ-արագում կազմակերպում են։ Հա, ինչ հարմար տարբերակ է, ինձ էլ ցույց կտաս։ Բայց իրոք ընտիր նվեր է ու ես էլ եմ ուզում ավտովարման դասերի գնամ։ Կարող եմ միասին գնանք։ Ես հասկացա ում կողմից է։ Չգիտեմ ով է, բայց իրոք թույն նվեր է ապրի։ Հաստատ Կարենն է։ Հա, շատ ապրեք։ Ուղղակի ուզում էի իմանալ ոնց նվերը ընդունեց։ Շատ շնորհակալ եմ։ Ասում ես նվեր ուղարկում։ Աչե նվերի հարցով դուք ինչ շատ եք օգնում։ Ձեր կայքում ես ամեն ինչ գտնում եմ։ Սպասարկումն էլ շատ լավն է։ Հաջողություն։ Ես ինչ հաշիվան արեք։ Ակադեմիայի այն աղջկան հիշում ես, որ գնացինք իրանց տուն։ Այն աղջկա։
Այդ անունը չես ուզում տաս, իբր չես հիշում, հա։ Իբր քո համար ընդհանրապես նշանակություն չունի։ Մի խոսքով այդ աղջիկը ծնունդն էր, որոշեցի մի փոքր նվեր ուղարկեմ։ Դե գիտես, խանութ գնալու ժամանակ չկա։ For you AM կա։ Ուրեմն այդ կայքում ամեն ինչ կարաս գտնես։ Փուչիկ, ծաղիկ, տորտ, այդ ամեն ինչից սկսած, մինչև շատ լավ խանութների ու ժամանցի վայրերից նվեր քարտեր։ Պատվիրում ես, մի անգամից հասցնում են տեղ։ Սպասարկումն են դիր։ Հետաքրքիր բան ես մտածել։ Լավ, բա հիմա մնում ես տեղ թե գալու ես։ Ինչի՞ սպասեմ։ Դե սպասես, որ նվերը հետ ուղարկի վերցնես։ Քան լավ բան եմ ուղարկել, հաստատ հետ չի ուղարկի։ Լավ, լասա տեսնեմ գործերից ինչ կա, ինչ են կանելու, ուր են գնում։ Դե աղասը քո համար ստեղ գործա թողել։ Դրանով զբաղվի։ Ես չեմ հասկանում, էլի։ Ինչի՞ է, որ ինչքան թղթաբանական գործ կա, ես պիտի անեմ։ Որովհետև միասնական ձեռագրային համակարգը դու ես ներմուծել։ Ես քեզ հետ շատ եմ հիշացնելու, գիտես, չէ։ Ես դուրս եմ գալիս։ Ու էլ գրավորում եմ տարա։ Որը պետք է որ գարեջուր մնացած լինի, տեսնես սառը կլինի։ Գիտես Սյոմ, կան բաներ, որ մինչև չփորձես չես իմանա։ Ոնց որ սառն է։ Ոնց կորնը մի ձև մեղ կա։ Սիջիով մեղ չի։ Ես։ Բայց զգացել ես ինչ որ բոլորը տարապում են։ Հա, մեկը տանջում է այն պատճառով, որ աղքատ է, մյուսը որ հարուստ է։ Իսկ մի հատ ուրիշ տարապողների տեսակ կա, որ տարապում են այն պատճառով, որ իրեն չեն սիրում։ Մեկն է կա տարապում, որ իրեն շատ են սիրում ու հոգնել է արդեն։ Բայց Կարենը մարդային է սիրում։ Հա, ես էլ ինչ-որ մեկին եմ սիրում, այդ ինչ-որ մեկն էլ ինչ-որ ուրիշ մեկին է սիրում։ Ու դա ավելի քա փիլիսոփա ես էլի։ Լավ, ասա։ Պետք է մի բան անենք, այդ Կարենը հետ գա ակադեմիա։ Ընդ որ մենակ է մնում, սկսում է գժվել։ Գա ակադեմիա գոնե մարդային մեկ-մեկ տեսնի դզվի։ Թե չէ որ մենակ է մնում, իրոք Յանը տանում է։ Դե ինչ-որ լուրջ պատճառներ ունի, որ չի գալի։ Հա, լուրջ պատճառ ունի, դեբիլ է։ Դե կամ էլ գիտի, որ հերը մարդ է սպանել, դրա համար չի գալի։ Այսինքն ինչ նկատի ունես։ Չէ, ուղղակի ենթադրեցի։ Չէ, բայց պատկերացնենք իրավիճակ, եթե քո հերը մարդ սպանած լիներ, դու կգար։ Ապեր, չգիտեմ, բայց պետք է մի բան անենք, Կարենը հետ գա ակադեմիա։ Այդ հաստատ։ Դա մի բան կմտածենք։ Նայ։ Այսինքն դու մտածում ես, որ ես տենց ահավոր կարիք ունեմ մեքենավարման դասընթացների։ Ինչ։ Մենակ մի ձևացրու, որ չես հասկանում ոչ մի բան։ Դու ամեն ինչ շատ լավ գիտես։ Անկեղծ չէ։ Մտածում ես ինձ կարաս նեղացնես, հետո ինչ-որ փոքր բան ու վերջ։ Մարդը ինչ փոքր բան, ինչ վերջ։ Լավ ես։ Մտածում ես, որ այս փոքր բանից ես պիտի ուրախանայի ու ամեն ինչ մոռանայի, հա։ Ուզում ես մոռացի։ Ես չեմ մոռացել ու ընդհանրապես դու ինձ պետք է բացատրություն տաս։ Այսինքն դու իմ այդ խնդիր ունես, հա։ Իսկ դու մտածում ես պետք է մոռանայի։ Ախ, այսինքն դու չէիր էլ պատրաստվում մոռանալ, հա։ Լավ։ Ամեն ինչ բարձ է։ Իսկ հիմա բացատրի, թե դու ինչ գործ ուներ Նարեկի հետ։ Ես ոչ մի։ Ինչի ենք հանդատ քո շուրջը պատտվում։
Գիտես ինչ կա։ Ես քեզ բացարձակ բան չունեմ բացատրելու։ Ինչ կար ասելու։ Ինձ դուր չի գալիս ինքը։ Դուր չի գալիս ու հայտնվում է քո կողքին, ու դու դրա դեմը չես առնում։ Ես ոնց պիտի իր դեմն առնեմ։ Կամ կարող է ես եմ իրան կանչում։ Ընդհանրապես ես մեղավոր չեմ, որ դու ինձ չես հավատում։ Ես երեք եկել էի քո հետ խոսելու։ Մտածել եմ, որ ճիշտ ես ասում։ Հնարավոր է զանգացնես ոստիկանություն ու գար Նարեկը։ Դա պատահականություն է, հնարավոր է։ Բայց դուրս եկա ու տեսա ձեզ միասին։ Գիտես, եթե դու ինձ չես հավատում, ես քեզ բան չունեմ ապացուցելու։ Լավ մնա, Կարեն։ Ստեղել չենք բռնելու դրան։ Արսեն, եթե ես իմանայի, որ ստեղ ոչ մի բան չեմ գտնելու, քեզ կուղարկեի։ Նարեկ ինչ չես գտել, ինչ էիր ման գալիս ընդհանրապես։ Լավ Արսեն, հետո կզանգեմ։ Արև ձեզ։ Արև ձեզ։ Ես թաղում եք ապրում։ Հա։ Իսկ կարող է Ալեքսանդրին տեսած լինեք։ Առավոտից չկա։ Ինչի։ Դու ով ես։ Տեսել ես թե չէ։ Եղբայր, Սաշին տեսել ես թե չէ։ Չգիտեմ, չեմ հիշում։ Քրեական ոստիկանության կապիտան Բադալյան։ Հիմա ես քեզ հարցեր եմ տալիս ու դու միանգամից պատասխանում ես։ Ալեքսանդրին ճանաչում ես թե չէ ու վերջի անգամ երբ ես տեսել ու որտեղ։ Դե այդ դեպքից հետո էլ չեմ տեսել։ Դեպքի առավոտն եմ տեսել, բայց հետը բան չեմ խոսել։ Տեսա, որ նստեց մեքենան ու գնաց։ Աստորեն ամեն ինչից տեղյակ եք։ Իսկ ընկեր, հարազատ բարեկամ, որտեղ է հնարավոր, որ ինքը լինի։ Դե տենց մի տեղ կա, իր ծնողների տունը։ Ինքը միշտ այնտեղ գնում է, բայց դե տունը դատար կա, ծնողները մահացած են, բայց Սաշը միշտ այդ տուն գնում է։ Ասենք ասես։ Բայց եղբայր, ես նոր քո գործընկերոջը ամեն ինչ ասել եմ։ Չեմ հասկանում, դուք իրար հետ կապի մեջ չեք։ Գործընկերոջը։ Արսեն, ես եկա Սաշի ծնողների տուն։ Այս թաղի մարդկանցից մեկը Հրաչին էլ այս հասցեն տվել։ Զանգում եմ չի պատասխանում։ Դե տարածքում կլինի։ Ամբողջ խնդիրը այն է, որ մեքենան էլ չկա։ Լավ լսպասյա։ Կարող է գնացել է Հրաչը։ Չգիտեմ։ Մեքենա դուր է։ Ես օգնում չեմ։ Քեզ ասում կարող եմ հարթասպանը ստեղ լինի, դու մեքենայով ես գալիս, որ մեքենա տեսնի չի փախնի։ Ճիշտ ես ասում, մեղավոր։ Դրա համար իմ նման պետք է մեքենատ հեռու կանգնացնեիր, քայլելով գայիր։ Ես իմ կաղ-ոտքով չեմ ալարում, քայլում եմ, դու ալարում ես։ Տոնը ստուգել ես։ Տանը չի, բայց տարածքում է։ Տեսնում ես մեքենան։ Փամփուշտը տեսնում ես։ Չկրակած։ Ու էլի 9 մմ-անոց։ Բայց ինչ իմացար, որ տարածքում է։ Մեքենային ձեռք դուր։ Տակա։ Դա նշանակում է, որ ինքը դեռ տարածքում է։ Ինչի ուշադիր չեք նայել։ Ինչ ա եղել։ Բա ասում եք տուն մարդ չի եկել։ Ավելի Արսենես ինչ արեցիր։
Իրական ճանապարհից մեզ բոլորից շեղեցիր։ Ես ինչ եմ արել։ Չգիտեմ, ինչ որ մեկը անդադար զանգում է ու քեզ է հարցնում։ Արգելափակ է այդ համարը։ Ու գուցե ես միակ մարդն եմ այս աշխարհում, ով քեզ կարող օգնի։ Դու չգիտես իմ կյանքը։ Չգիտես թե ես ոնց եմ ապրում, ինչ խնդիրներ ունեմ։ Դու ոնց կարես ինձ օգնես։ Չէ, լավ էլ գիտեմ։ Հանգիստ եղի, ամեն ինչ նորմալ է, տաքսին եկել է։ Ահա։ Շարժվեք, ինչ է եղել։ Ես ասում եմ, չէ, որ մենք պետք է խոսենք։